Տաշկենտում ընթացող միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի և Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ։ Մանրամասներ ներկայացրել մեր խորհրդարանի ընդունած Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Արշակյանն ակնկալիք է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին, դրա ստորագրման համար ադրբեջանական կողմից առաջադրվող նորանոր նախապայմաններին և արհեստական խոչընդոտներին, խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ Ռեզա Հաջիբաբայի հետ հանդիպմանն էլ Արշակյանը նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է ունենալ հուսալի բարեկամներ։ Խորհրդարանի փոխխոսնակը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում, հույս հայտնել, որ խնդիրները կհանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով։ Նա երախտագիտություն է հայտնել Իրանին Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը մշտապես սատարելու համար։ Համիդ Ռեզա Հաջիբաբային էլ շեշտել է, որ պատրաստ են շարունակելու փոխգործակցությունը։ Մենք կանգնած ենք մեր ընկերների իրավունքների կողքին, հավելել է նա։ Խորհրդարանների փոխնախագահները վերահաստատել են նաև ակտիվ գործակցության կարևորությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում, Հայաստանի ռազմավարական դիրքը որպես դեպի Եվրոպա և դեպի հյուսիս տարանցիկ երթուղի, ինչպես նաև Իրանի կենսական կապերը Պարսից ծոցի, Հնդկաստանի և Արևելյան Ասիայի հետ։ Օրվա երրորդ հանդիպումը դանիական պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգարդի հետ էր։ Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը, Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել դանիական կողմին խաղաղության հաստատման հարցում հետևողական աջակցության համար։ Սյորեն Սյոնդերգարդը նշել է, որ աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին։ Ընդգծել է խաղաղության համաձայնագրի և տևական խաղաղության հաստատման կարևորությունը, նաև իրական քայլերի անհրաժեշտությունը խաղաղության գործընթացի հաջողությունն ապահովելու համար։ Հայաստանի ազգային ժողովի փոխխոսնակը ընդգծել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործակցության կարևորությունը։ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնման համատեքստում Արշակյանն ընդգծել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը։ Դանիական կողմը բոլոր քննարկված ուղղություններով հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։